Պարոն նախագահ, ձեր ուժն ակնկալում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հեռացումը, կնշեք որոնք են հիմքերը, 2021 թվականի ընտրություններից գալիք ընտրությունները ինչով են տարբերվում, չնայած նրան, որ դուք նոր նշեցիք, որ հիմա ավելի շահեկան պայմաններ են իշխանափոխության համար, զուգահեռ կա տեսակետ, որ նախորդ ընտրություններին ավելի բարենպաստ դիրքերում էր ընդդիմությունը, կոնկրետ կասեք ինչ է փոխվել 2021 թվականից, շնորհակալություն։ Այսօր ամբողջ օրը դրա մասին ենք խոսում։ Հիմա ես պիտի բան անեմ։ Մի հատ դուբլ անեմ, երկը շատ բան է փոխվել։ 21 թվականի ամենից մեծ խնդիրը մեր գնահատմամբ եղել է շոկը, որը ժողովուրդը ապրել է պատերազմի հետևանքներից։ Հաղթում ենք, հետո պարզվեց, որ հաղթելու պարտվել դա սինոնիմներ են եւ պարզվեց, որ համարյա նույնն է։ Եվ այն ժամանակ պատերազմ վերսկսելու վախը ամենից մեծ գործոնն էր։ Բացի դրան 18 թվականի տված խոստումները, սոցիալական հարցեր կլուծենք, այս կանենք, այն կանենք, շատ էին։ Եվ մի մեծ հսկայական միամիտ զանգված, որը հավատում էր։ Հիմա ես կառաջարկեի դուք հարցին նայեք հետևյալ անկյան տակ։ 21 թվականին ընտրություններին ինչ պլատֆորմում է հանդես եկել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, ինչ խոստումներ է տվել։ Եվ փորձեք հիմա գնահատել, թե այդ խոստումների որ մասն է կատարված, ընդհանրապես ինչ որ մի բան կատարված է, թե ոչ։ Բացարձակ 99%-ը սուտ էր։ Հիմա հարցը ավելի շատ հետևյալի մեջ է։ Մեր միամիտ քաղաքացին քանի անգամ է պատրաստ խաբվել։ Ես դրա բանը չունեմ, դա գնահատականը չունեմ։ Բայց հարցը հետևյալն է, քանի անգամ է պատրաստ խաբվել։ 1 անգամ, 2, 5 անգամ, 100 անգամ։ Անցած անգամ ես մի բան էի ասել, բրիտանական մի ասացված կա, չէ՞, որ ասում է, բան, եթե մեկը քեզ խաբել է 1 անգամ, ամոթ իրեն, եթե երկրորդ անգամ ամոթ քեզ։ Հիմա մենք մեր միամիտ քաղաքացիների քանակը ինչպիսին է։ Սա ուղղակի հարցը ձեր պատասխանին։ Համեմատեք ինչ է խոստացվել, ինչ է արվել։ Իմ ամենից մեծ խնդիրը քաղաքականությամբ զբաղվելու նա է, որ ես մի քիչ լուրջ եմ վերաբերվում իմ խոստումներին, իմ ասացին, իսկապես լուրջ եմ վերաբերվում։ Նախագահ եմ եղել, ես չեմ խոստացել, որ թոշակները 6 անգամ կբարձրանան։ Չեմ խոստացել։ Ասել եմ, բա որ չստացվի, հետո ինչ երեսով պիտի մարդկանց հետ հանդիպեմ։ Միշտ ասել ես շատ ավելի փոքր, արել ես կրկնակի ավել։ Դուք հանեք 2003 թվականի իմ նախընտրական խոստումները եւ թող մեկը ասի, որը չենք արել այն ժամանակ։ Ես էլ հիմա կարող եմ հանել 21 թվականի ԿՊ-ի խոստումները եւ չեմ կարող գտնել, թե ինչ են արել։ Հիմա հիմա ստիպված սկսում են խոսալ խաղաղությունից։ Հիմա միթե սա բավարար չի ենթադրել, որ մեր ժողովուրդը վերջապես, ոնց ասեմ, աչքերը բացվել է։ Վերջերս ինչ ասել, ասեց, այսքան զոհեր պիտի տայենք, Ղարաբաղ պիտի կորցնենք, որ մեր աչքերը պարզվեն, չէ՞։ Ես համարում եմ, մեզ պետքա ոչ թե մարդ, որ գա 5000 զոհ տա, 12000 վիրավոր, որ աչքերը բացվի։ Մեզ մարդա պետք, որ գա այդ պաշտոնին նստի արդեն աչքերը բացված։ Հասկանում եք, աչքերը բացված։ Սա է պետք երկրին։ Բայց հենց պատերազմից հետո ընդդիմության շանսերը ավելի մեծ չէին այդ պարագայում, որովհետև եղավ պատերազմ 20 թվականին։ Պարզվեց, որ ես էլ այդ հույսը ունեի։ Պարզվեց, որ մեծ չէր։ Պարզվեց, որ դեռ ասենց խոստումներ տալու, հիասթափվելու հանգամանք հələ չաշխատեց։ Կա մի մեծ զանգված ապաքաղաքական։ Կա իսկապես, նայեք, ամեն քառորդը աղքատ է Հայաստանում։ Այդ հələ չհաշված, որ մենք ունենք աշխատող աղքատներ, որովհետև նվազագույն աշխատավարձը չի փակում նվազագույն զամբյուղի ծավալը, չի փակում։ Իրական պատկերը ավելի մեծ է։ Հիմա այդ մարդկանց համար կենսական նշանակություն ունի իր սառնարանի վիճակը։
իր կյանքը լավացել է, թե չի լավացել։ Ես ենթադրում եմ, որ 21 թվականին դեռ այդ մարդկանց մոտ այդ հիասթափությունը չկար։ Կար պատերազմից պարտվելը, որը սկսեցին հապկի գրպանը, Ռուսաստանի գրպանը, ում գրպան ասես, չկցեցին հների գրպանը, բանակը ես չէր, են չէր, մարդունակ չէր, զենքերը հին էին։ Հիմա ում գրպանն են գցելու 8 տարի իշխանության մեջ լինելով։ Ում գրպանն են գցելու, որ թոշակառուի թոշակը չի ավելացել։ Բայց դու տարեկան $1 միլիարդ պարտք ես վերցրել, ամեն տարի։ Դա ում գրպանն են գցելու։ Քոչարյանն է մեղավոր։ Մի քիչ տրամաբանված դաշտում մտածող, վերլուծող կամ ընդհանրապես ստերին չհավատող մարդկանց համար ես կարծում եմ սա բան ակնհայտ է։ Դա ինձ որոշակի լավատեսություն հաղորդում է։ Կամ ի զանգված, որ է դժվար է լինելու աշխատել։ Ընդունում եմ նաև սա։ Ուղղակի խնդիրը այդ զանգվածը ինչպիսինն է։ Բայց դուք այդ հարցի պատասխան ունեք, թե չէ։ Իսկապես այն ինչ որ այդ մարդկանց կյանքը չի լավացել։ Եթե ընդհանրապես փող չունես, ուրեմն եթե նախարարը չպետք է 9 միլիոն դրամ, 8-9 միլիոն դրամ պարտիավճար ստանա։